Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Ձորագյուղ բնակավայրն է։ Ձորագյուղը աշխարհագրորեն ձգվում է գեղամալերների արևելյան փեշերին։ Ձորագյուղի մասին առաջին անգամ ատենագրություններում հանդիպում ենք 980-ական թվականներին Հովհաննես 6-րդ կաթողիկոս դրասխանակիրթու պատմությունում, որտեղ Ձորագյուղը կոչվում է Շողագան կամ Շողվագ։ 1826 թվականին, երբ պարսիկները գյուղը վերաբնակեցնում են մահմեդականներով, այն անվանափոխում են Վալի Աղալու և այն պահպանվում է մինչև 1921 թվականը։ Երբ 1831 թվականին գյուղը վերաբնակեցվում է Ալաշկերտի Չլկանի գյուղից գաղթած այժմյան ձորագյուղցիների նախնիներով, մահմեդականները հեռանում են։ Ձորագյուղում է գտնվում Սյունյաց Մարիամ իշխանուհու հովանավորությամբ կառուցված Շողագավանքը, Սուրբ Պետրոս եկեղեցին։ Մենք այս պահին գտնվում ենք Շողագավանքի մոտ, որը կառուցվել է Սյունյաց Մարիամ իշխանուհու կողմից 9-րդ դարի վերջի քառորդին։ Սյունյաց Մարիամ իշխանուհին Բագրատունիների հիմնադիր Աշոտ Մեծի կրտսեր դուստր էր, ով իր միջոցներով գնեց այս գյուղը և իր վաղամեռիկ ամուսին Վասակ Գաբուրի հիշատակին կառուցեց այս եկեղեցին։ Այս եկեղեցին Մարիամ իշխանուհու կառուցած առաջին եկեղեցին է։ Եկեղեցին կանգուն է եղել մինչև 1679 թվականի Գառնու ավերիչ երկրաշարժը, իսկ երբ 1604 թվականից Շահ Աբբասը տեղահանեց այստեղի ողջ բնակչությանը, եկեղեցին քանդված արդեն անտերության մատնվեց մինչև 1973 թվականին, երբ Հուշարձանների պաշտպանության կոմիտեն հանձնառավ որոշակի ամրաշինական աշխատանքներ կատարել, ամրացվեցին հիմքերը, պատերը և այդ գործին լծված էր պապս Հայրիկ Ղազարյանը, ով շուրջ մի քանի տարի անընդհատ ջանում էր, որպեսզի Հուշարձանների պաշտպանության կոմիտեն այդ աշխատանքներն իրականացնի, որովհետև այնքան քանդված վիճակում էր, որ ամեն պահի կարող էր քանդվել և ամբողջությամբ փուլ գալ։ Ահա մենք ունենք այսպիսի պահպանված եկեղեցի Մարիամ իշխանուհու կողմից կառուցված։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, Մարիամ իշխանուհին մահանում է Արցախում և նա կտակում է, որ իր շիրիմը թաղվի իր կառուցած եկեղեցու Շողագավանքի հարակից տարածքում, և ըստ Ստեփանոս Օրբելյանի այն գտնվել է եկեղեցուց դեպի արևմուտք 100 մետր հեռավորության վրա։ Ահա մենք գտնվում ենք այստեղ, շուրջ 200 խաչքար կա այստեղ։ Ցավոք սրտի մենք չգիտենք ստույգ թաղման տեղը, որտեղ է նա թաղվել, շիրիմը որտեղ է գտնվում, բայց տեսնելով այստեղի խաչքարերը մենք հասկանում ենք, որ այն գերեզմանատեղի է դարձել ժամանակի ընթացքում և այն խաչքարները, որ հիմա կան, զարդարում են մեր խաչքարագործության արվեստը։